չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել, չէ՞։ Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել։ Ամեն ինչ շատ ճիշտ է սա։ Բայց Տարոն ջան, այն այդքան էլ գեղեցիկ չի։ Չէ՞։ Այո։ Սերժ Սարգսյանի այս խոսքերը վաղուց թևավոր են դարձել հանրության համար։ Այս դրվագով արձանագրվեց, թե ինչ աստիճանի ինքնուրույն գործիչ չէ Տարոն Մարգարյանը, եւ լայնորեն տարածված այն կարծիքը, թե Տարոնը Ավանի լավ թաղապետ է եղել, կլինի նաեւ լավ քաղաքապետ, հոդս ցնդեց, քանի որ բոլորն էլ հիշում են, Ավանի լավ թաղապետը այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանից մեծ ֆինանսական աջակցություն էր ստանում թաղի զարգացման համար, ինչից ի դեպ զրկված էին մյուս թաղապետները։ Իսկ թե ինչպիսին կլիներ Տարոն Մարգարյանը որպես քաղաքապետ, երևանցիները հասկացան Մաշտոցի պուրակում, երբ գործող նախագահը իր վարկանիշը բարձրացնելու համար որպես քավության նոխազ օգտագործեց հասարակական տրամադրություններին հակադրվող Տարոն Մարգարյանին։ Մարդիկ տեսան, որ Տարոնին առանձնապես չի հետաքրքրում հասարակական կարծիքը, երբ նրա վերադասի ցանկությամբ նա կարող է փոխել իր իսկ կողմից պլանավորված որոշումը։ Տարոն Մարգարյանն իր 1.5 տարվա կառավարմամբ դե ֆակտո ապացուցեց, որ Երևանի ներկայիս քաղաքապետը ոչ թե ընտրվել է, այլ դե ֆակտո նշանակվել է գործող նախագահի կողմից։ Եվ այդ իմաստով շատերը կարծում էին, որ հասարակական գիտակցության մեջ Երևանի քաղաքապետը նշանակովի պաշտոն կդառնա, եւ որպես հետևանք ավականու ներկայիս ընտրությունները մեծ հետաքրքրություն չեն առաջացնի երևանցիների մոտ։ Սակայն վերջին մի քանի շաբաթվա նախընտրական արշավը ցույց տվեց ճիշտ հակառակը, եւ մարդկանց մոտ վերադարձավ այն գիտակցությունը, որ Երևանի նոր քաղաքապետը ընտրովի է լինելու եւ կախված է երևանցուց։ Նույնիսկ ասֆալտապատման լայնամասշտաբ աշխատանքները, որ իրականացնում է իշխանությունը, հուշեց երևանցուն, որ եկել է ընտրությունների ժամանակը։ Իսկ վերջին շաբաթների քաղաքական ուժերի նախընտրական արշավները ցույց տվեցին, որ մայիսի 5-ին գրանցվելու է մոտավորապես այն ցուցանիշը, ինչ եղավ փետրվարի 18-ին։ Սակայն եթե նախագահական ընտրություններում իշխանությանը հակադրվում էր միայն ժառանգությունը, ապա մայիսի 5-ին Հանրապետական կուսակցության դեմ են դուրս եկել միանգամից 4 ոչ իշխանական ուժեր, եւ բնականաբար այս անգամվա կեղծիքի մեքենան չի կարողանալու ապահովել այն ցուցանիշները, ինչ եղավ փետրվարի 18-ին, եւ արտաքուստ հանգիստ թվացող այսօրվա իրավիճակը ռումբի պես պայթելու է մայիսի 5-ին, երբ արձանագրվի ՀՀԿ-ի թեկնածուի դե ֆակտո պարտությունը։ Իշխանությունը չկարողացավ ավականու ընտրությունները ներկայացնել որպես Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրաքվե, քանի որ թեկուզ եւ այս կարճ ժամանակահատվածում քաղաքական ուժերը հանգամանալիորեն բացատրեցին, որ Տարոնի անձն այստեղ երկրորդական եւ նույնիսկ երրորդական դեր է կատարում, եւ եթե Երևանը անցնի ընդդիմության ձեռքը, ապա դրանից կշահի միայն երևանցին, քանզի ընդդիմությունն ու իշխանությունը հակակշռելով իրար թույլ չեն տա, որ Երևանի բյուջեն թալանվի, իսկ քաղաքային բյուրոկրատիան ճզմի երևանցիների իրավունքները։